Ամռանօրերի բացվելուն պես աշխուժություն է տիրում քաղաքի բոլոր այգիներում։ Տարբեր տարիքի երեխաներ, անգամ հեռավոր գյուղերից այսօր այգում էին ու անցկացնում էին իրենց հանգիստը։ Փոքրիկ Միշան եկել էր Փոկայից տատիկի ու պապիկի հետ ու կիսվեց մեզ հետ իր տպավորություններով։ Հետ ինչ ես խաղացել։ Կարուսել, ճոճանակ։ Ում հետ ես եկել դու այգի։ Տատիկիս ու պապիկիս։ Ձեր գյուղում կա այսպես այգի։ Ոչ։ Հա։ Դա այնտեղ եկել ես խաղալու։ Հա։ Ուրեմն տարվա մեջ ամենաշատը որ եղանակը քեզի դուր կուքա։ Ամառ։ Ամառը։ Ամառ ինչով կես զբաղվես հիմնականում։ Օրինակ մороженик ուտեմ, կարուսել գեշտամ ավելի շատ կխաղամ այնտեղ մороженик ուտեմ, ամեն ինչը կենեմ։ Իսկ դուք բեռնելու կերտես։ Չէ։ Ինչի՞։ Որտե ջրեմ ես կենում։ Իսկ մանկապարտ ես կերտես թե դեպրոց կերտես։ Մանկապարտ ես։ Քանի տարեկան ես։ 6։ Հիմնականում քաղաքում արդեն կառուցվել են նոր պարկեր, որտեղ մարդիկ կարողանում են իրենց ազատ ժամանակը ընկերների հետ, ընտանիքի հետ անցկացնել երեկոյան ժամերը այստեղ։ Շատ գեղեցիկ է ստացվել։ Դեռ արձակուրդները չեն սկսվել, բայց արձակուրդներից հետո ինձ թվում է, որ այստեղ շատ մարդաշատ կլինի, որովհետև բավականին գեղեցիկ է ստացվել։ Այո, մյուս այգիներում եւս լինում եմ, եւս շատ գեղեցիկ են։ Մեր քաղաքը ավելի է գեղեցկացել, նմանատիպ վայրերը ավելի շատացել են։ Վերջին տարիներին Նինոց Մինդան վերածվել է բարձրակարգ ու գեղեցիկ քաղաքի։ Մեծահասակները եւս հանգստանում են այստեղ ու ցավով են արտահայտվում այն մասին, երբ հանկարծ ինչ-որ բան տեսնում են կոտրված։ Իմ ամբողջ աշխատանքային ընթացքս անցել են նույն շրջան։ Տեսնում եմ, որ ամեն ինչով ապահովված է մեր շրջանը։ Ես շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, որոնք մեծ ուշադրություն են դարձրել Սակրեբլուի նախագահին Կանգեպելին, որոնք նույնպես ուշադրություն են դարձրել այգիները կառուցել են, լավ ամբողջ նստատեղերը։ Մանուկները մեր պայծառ ապագայի երաշխիքն են։ Հարկավոր է նրանց յուրաքանչյուր օրը դարձնել հեքիաթ, որ մեծանան անհոգ ու երջանիկ։ Իսկ ամռան արևը իր ջեմ շողերով զարդարի փոքրիկների ժպիտը։ Ահա այս տեսարանը, որը անմահացրինք այսօր մենք քաղաքի այգիներում։